չեմ սիրում ես գլուխ գովալ, բայց մի արտահայտություն կա, որ բարեկամներս են հաճախ հիշացնում, ես որ մոռանամ էլ, իրանք չեն թողնի մոռանամ։ 18 օգոստոսին կհիշեք այդ իր 100 օրյակներ վարչապետության միջոցառում կազմակերպեց, չէ՞, միտինգ կազմակերպեց, որ արդեն 100 օր է ես վարչապետ եմ, 18 թվականի օգոստոս։ Այդտեղ ընտանեկան, կիսաընտանեկան հավաքույթեր, մեկը արծեց, ասես լավ, Բաքու կարծիքով սա երբ կգնա։ Դե մարդիկ դեռ ժամանակ չէին պատկերացնում, սկսած մարդիկ ղեկավար լինի, էլի։ Մարդիկ ասելով նկատի ունեմ այն ամենա ըմբռնող հատվածը։ Ասեն լավ, քո կարծիքով երբ հրաժարական կտա, երբ կգնա, ինչքան կարա այս մարդը երկի վարչապետը լինի, էլի, ոնց որ խաղաց, հավեսը հանեց, հասկացանք, չի ուզում գնա։ Ասի մոռացեք, ասի թուրքերը կգան կհասնեն Գորիսի մեջտեղը կկայնեն Գորիսի գլխին կկանգնեն, ինքը դաժե այդ դեպքում հրաժարական չի տա։ Այդ հենց 18 օգոստոսն է, 12000 քառակուսի կիլոմետրանոց Արցախ կա։ Երևան հասնեն չի տա։ Իբր բան ասեցի։ Զարմացան, հետո արդեն կռիվը, հա, բայց դες 18 օգոստոսին եմ այդ ասել։ Ես էլ եմ ասել։ Հետո արդեն եղավ, անցավ բան, սկսեցին հիշացնել, ես իսկի մոռացել էի։ Բայց սա բան չի էլի, ոնց ասեմ, տերտերի գիտություն չի, ինչ որ միջուկային բան չի, գիտություն չի, տիեզերագնացություն չի։ Ուղղակի պետքա զգալ, հասկանալ դիմացինը։ Մենակ էլի եմ կրկնում ազգային ժողովի դե ֆակտո նախագահի երեկվա կեցվածքը, իր խոսույթը, իր այդ միանգամից դիմացինի մի արտահայտությունը օգտագործելով սրընթաց գրոհի անցնելը, պարզ է երևում է, որ չէ, ախպեր, մի րոպե, այս մարդկանց ոնց որ թե առիթ ամանա է պրոստը պետք։ Հավատացնում եմ ձեզ, այդտեղ բերեինք մի հատ օտարերկրացու խելացվեց։ Նստացնեինք, նաուշնիկը դնեինք ականջին, որ թարգմանություն ապահովեր իրան, հայերենից, ասենք, անգլերեն։ Խելացի մարդը ելներ կնկատեր, կասեր, չէ, ժոր, ստեղ ոնց որ այս մարդիկ ձեր հետևից են ընկել, զգուշ եղեք։ Ինչ որ մեկը կասկածում է։ Դե ես ամենայն դեպս Ես նորից եմ ասում, ուժեղ Հայաստան, Սամվել Կարապետյանը իր մաշկի վրա զգաց, էլ ինչ պիտի անի։ Ախր էլի եմ կրկնում, ես հասկանում եմ իրանց ներկա բական էլ ինչ պիտի անի։ Ենթադրում եմ ինչն է իրանց այս քաղաքականության բերում։ Այն իշխան Սաղաթել, իշխան Զաքարյանը գնաց պայմանավորվեց բան։ Տիկին Անժելա, ես ենթադրում եմ ինչն է իրանց այս բանին վերում։ Ամենայն հավանականությամբ դա հետեւյալն է։ Լավ, անցած 5 տարիներին արել են հակառակ ձևով։ Ինչ ա փոխվել, ոչինչ, դե հիմա թողեք մենք անենք։ Անցած 5 տարիներին էպես չի որ բոլորը արել են։ Արմեն Գևորգյանը կոմպրոմիսի է գնացել, տակից խաղեր էր տալիս Ռուբինյանի են մյուսի հետ, իշխանը, հա, իշխան Զաքարյանը դավաճանեց, բանարեց, գնաց այն կողմ, Գեգամ Նազարյանը իրեն այդպես պահեց, այնտեղ падգամավորներ կան, որ ծպտուները այդպես էլ եւ պատիվ ունեմից եւ բանից ծպտուները այդպես էլ դուրս չեկան, այնպես որ այնպես չի որ բոլորը այնտեղ ճիշտ է, բացառություն 6-7 падգամավորի, որ ոչ մի բան չես կարող ասել, իմիջիայլոց լավ է, որ այդ 6-7-ն էլ հիմա հայտնվել են բան Հայաստան դաշինքում հիմա էլ էլի էս պարլամենտ այդ գառնիկը չկա։ Այդ 7-8 հոգին են էլի, կլինի ոչինչ։ Աստված առաջ։ Հիմա գալով այդ որ ասում էի թուրքական բանի, երեք այդ սկանդալ բանից հետո, իրար անցումից հետո այդ Էդգար Ղազանին սպառնացող տղան վեր կացավ ելույթ ունենալու, չգիտեմ ինչի այդ թեման հիշեց, ենթադրում եմ որ իրանց սիրած թեման է, իրանց ու թուրքերի։ Սկսեց էլի հին դարմանը քամուն տալ, թե ընդհանրապես հայ-թուրքական կոնֆլիկտը ոնց առաջացել, որ ռուսներն են մեղավոր, գիտեք մի հատ ինչ հետաքրքիր բան ասեց։ Ասма տեսեք, մենք ռուսական կայսրությունում, Կովկասում, ուշեմ, այս տարածքում ապրում էինք շերտընդ մեջ, ասենք հայի գյուղ, թուրքի գյուղ բան, հա, սենց խառը։ Ռուսները, որ կայսրության վիճակը, որ սկսեց վատանալ, նկատի ուներ ռուս-ճապոնական պատերազմն ու առաջի հեղափոխությունը 1905 թվի։ Սկսեցին մեզ քսի տալ, ստե տեղի ունեցան հայ-թաթարական ընդհարումները, այտենց գյոզալ երկու ժողովրդին կռվածրին։ Բայց մի հատ լավ ինքնախոստովանություն արեց։ Աբդուլհամիդի ջարդերից տեղյակ չի ինքը։ Աբդուլհամիդին հələ դնենք մի կողմ։ Մի հատ լավ խոստովանություն արեց, ասեց, ըհը, ֆիքս ենք ասեց, առաջին պատճառ՝ խառը բնակչություն։ Հոп։ Այո, առաջին պատճառ խառը բնակչություն, բախեք հիմա կողմ, որ ստեգան թուրքեր լծվեն, կամ ոչ միայն նույնիսկ թուրքեր, դուք հայտարարում եք, որ առհասարակ պետք է մոնոէթնիկ չլինի Հայաստանը, բայց դա գիտեք, որ ազգամիջյան կոնֆլիկտների առաջին հարուցիչը այդ խառը բնակչությունն է։ Բախի չեք ատամներով Հայաստանի մոնոէթնիկությունը պահում։ Ես ասել եմ, ձեր եթերում առաջ եղել ասելու, հիմա ձեր եթերում էլ ասեմ։ Այս ճակերտավոր արևմտյան Ադրբեջանի հետ կապված։ Եվ ձեր ասացի, որ 70 տարի բարեկամություն չի եղել։ Այո, ես կարամ առանձին դեպքեր պատմեմ միտեղ։ Կխնդրեի մի երկու օրինակ ասեիք։ Դրանք բայց հիմա այսօր չեմ ասի, որ չգիտեմ 5 տարեկան երեխուն մարտուն ու բանում
գյուղում սպանել էին, շատ ներողություն եմ խնդրում դաժան պատկերների համար, 5 տարեկան երեխու մասին է խոսքը։ Ադրբեջանցիները։ Հա, ադրբեջանցի Մուսաֆաթիստի թորի դեպ։ Սովետական այդ խաղը 5 տարեկան երեխուն սպանել էին, գցել խաղողի թարմի մեջ, բաննել, երեխայի առնանդամն էլ կտրել, մցրել էին բերանը։ Շատ կներեք։ Իմիջայլոց նույն այլանդակություն այդ արել էին այս կանանց հետ։ Նույն այլանդ, այսինքն թուրքը ադրբեջանցին չի փոխում։ Բայց նույնը արել է 3 տարի առաջ հայ կանանց հետ։ Կարան հակաճառեն ասեն էպիզոդներ եք ասում, մեծ պատկերն ասենք, եթե 70 տարի բարեկամություն ա եղել։ Խորհրդային Հայաստանի տարածքը խիա փոքրացել։ Այն տարածքը, որ կար 22 թվականին, ասենք Արցվաշենը անկլավ չէր հələ, ասենք կպած էր Գեղարքունիքի մարզին։ Քարվաճառի մեծ ու փոքր ալլճերը մեր տարածքում էին, ոչ թե Ադրբեջանի։ Տիգրանաշենը իդեպ, այսպես ասած, Քյարքին Հայաստանի տարածքի մեջ էր, անկլավ չէր։ Ապա այդ փոփոխությունները ո՞նց եղան։ Հադրութի օրինակ Հողեր գյուղը, որ Հադրութի շրջանում էր, ոնց դարավ վիճելի կամ ընկա Ֆիզուլու շրջանի կազմի մեջ եւ այսպես շարունակ։ Կարևոր մի բան այս թեմայով ու նաեւ ճակերտավոր արևմտյան Ադրբեջանի։ Այս որ այդ տղան ասում է բանը, խառը բնակչությունն է կոնֆլիկտի պատճառը, հա, խառը բնակչությունն է։ 1922 թվականին, երբ որ այդ ազգերի բարեկամությունը հաստատվեց, մի քանի անգամ Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը դիմել է Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությանը, որ ախպեր սաղ Թիֆլիսն ու Երևանը Նախիջևանի փախստականներն են։ Մի հատ հնար գտնենք, այդ մարդիկ հետ գան իրանց տներ, всё, արդեն ժողովուրդների բարեկամություն է։ Ինչա դրան ի պատասխան արել Ադրբեջանը կառավարության մասշտաբով, նախարարների մինիստրների խորհրդի էլի Սովմինի են ժամանակվա ընդունել է որոշում Կենտգործկոմի հաշվի առնելով որ Նախիջևանի ինքնավար հանրապետության տարածքը սակավահող է արգելել Նախիջևանի ինքնավար հանրապետության տարածքում ժողովուրդների զանգվածային բնակեցումը всё թեմա փակվեց Բան ընդունեք տենց մի որոշում հայելային լուծումների սիրահարեք չէ Իրան ներմուծած արտահայտությունն է հայելային հետ քաշում հայելային առաջ քաշում ասեք հայելային ընդունում ենք քանի որ նադրի թվին 1922-ին Ադրբեջանը sense որոշում է ընդունել, բա մի սակավահող էլ մենք ենք, բայց գիտեք մենք ինչքան սակավահող ենք։ Մենք էլ որոշում ենք ընդունում, ինքնիշխան են, չէ՞։ Вообще ինքնիշխանությունը ինչ նշանակում, սա արդեն մոռացել են։ Ինքնիշխան նշանակում է, որ դու որոշում ես կայացնում առանց որևէ մեկի։ Այդ թվում քո ժողովրդագրական քաղաքականության հանդեպ։ Հիմա ասենք Եվրոպան ոնց է առաջ ասում էր ով ուզում է թոգայի մոտ ապաստան հայցի 2015 թվականից հետո ասում է, չէ, ժողովուրդ, քել ով ուզում է չգա, էլի, մի քիչ փոփոխություններ են կանում։ Յուր օրինակ ինքնիշխանությունն է, նույնն էլ Ամերիկան, Թրամփից առաջ մի բան է, Թրամփի օրոք մի բան է։ 70 թվեր դες խաղաղ բարի։ Հիմա թող ընդունեն որոշում։ Նախիջևան ասեցիր Էդգան, բա 70-ականներին հետո հայաթափեց Նախիջևանը։ Դե Նախիջևանի հայաթափման մասն եմ խոսում, էլի։ Հիմա թող հայելային որոշում ընդունեն Հայաստանի Հանրապետության տարածքի սակավահողությունը հաշվի առնելով, ինչպես նաև, քանի որ մեր խորհրդարանի բանը նախագահը խոսնակը լուրջ մտավոր պոտենցիալ ունեցող մարդ պնդում է որ կոնֆլիկտների պատճառը խառը բնակչությունն է մենք որպես Հայաստանի Հանրապետության կառավարություն ընդունում ենք որոշում Հայաստանի Հանրապետության տարածքում արգելելով ժողովրդների զանգվածային բնակեցումը դե արեք այնքան այս բանի ճակերտավոր արևմտյան Ադրբեջանի թեման այսպես բան եղավ մի տեսակ sense ճղճիմացավ իդեպ ուժեղ Հայաստանը պարտավոր է այդ թեման շարունակել ուղղակի պարտավոր է 300,000 թուրքերի բնակեցման ամեն օր դա բարձր է եւ գերիների թեման եւ 300,000 ադրբեջանցիների չէ ես մենակ ամեն օր բանի առումով չեմ ասում այստեղ կա քաղաքական պատասխանատվության խնդիր ամբողջ հայազգի առաջ որովհետեւ հիմա դաժան փաստեր այն որ թուրքերը ուզում են Հայաստանում ժողովրդագրական արշավանք իրականացնել հազար ներողություն բայց դա փաստ է հայ գիտնականները մտավորականները այդ թվում ձեր խոնարհ ծառան ասել են նաև նախքան ընդհանրապես ուժեղ Հայաստան կամ մեր ձևով գոյություն կունենար։ Սա ես չեմ ասում որպես կշտամակ, սա ասում եմ որպես փաստ։ 20 թվականից առնվազն ես հիմա ունից կարող եմ խոսալ, բայց ես միայնակ չեմ եղել, էլի են եղել մարդիկ, որ ասել են ժողովուրդ թուրքերը ուզում են իրանց իսկ բառով ասած, ոչ թե տանկերով, այլ ավտոներով գալ։ Դա նշանակում է, որ իրանք ուզում են Հայաստանը տանեն պաղեստինացման ճանապարհով։ Ստեղ անկլավներ ժողովրդագրական ստանան, այս երկիրը վերացնեն, անցնեն առաջ։ Սա ասվել է առնվազն 20 թվականից հետո։ Իրանք եկան ուժեղ Հայաստանի մասնախոսքը վերցրին համանդիմադիր այդ պայքարի դրոշը կամ հակաիշխանական շարժման դրոշը
Եվ այդ դրոշի ամենամիշնամասում վերջին 1.5-2 ամիսը գրեցին 300,000 ադրբեջանցիների վերադարձ։ Բնականաբար բոլորը շարունակեցինք դա ասել, որտեվ հա ընդհանուր պայքարի մաս, մինչև իրանց էլ էինք ասում, այդ ժամանակ է շարունակեցինք ասել։ Եվ բնականաբար քանի որ թեման թեժ էր, նաև իշխանության հակաարձագանքը սկսեց դրան։ Հա որ սուտ եք ասում, տենց բան չկա, գիտեք այդ սա։ Հիմա այսպեսի մի իրավիճակ է ստեղծվել։ Եթե իրանք դադարեն այս թեմայի մասին խոսել, ես ակտիվ հələ որ չեմ նկատել։ Միգուցե ինչ որ մարդիկ խոսել են իրենց падգամավորներից, գոնե իմ աչքից վրիպել է։ Դուք ասեք։ Ամեն դեպս ես չեմ նկատել։ Եթե հիմա իրանք դադարեն այս թեմայի մասին խոսալ, ազգային պայքարը շատ անհարմար վիճակում է հայտնվելու,